Օրը երկուշաբթի է, հավաքվում եմ, որպեսզի գնամ գրադարան։ Մազերս եմ հարդարում, արևապաշտպան կրեմ չեմ մոռանում, իմ լուկը կազմված է իմ կողմից կարված պայուսակու ու բչկայով։ Ահա Շիրակի մարզի գրադարան, մարզային գրադարան հասանք։ Երկրորդ հատորը եթե կարելի։ Գրադարանը բաց է աշխատանքային օրերին ժամի մինչև երեկոյան 7-ը, շաբաթ օրը մինչև 4-ը, իսկ կիրակի օրերը չեն աշխատում։ Ով Էրկյուլ Պարո, Միսիս Մարպլ։ Տղաները հավաքում էին 2 օր առաջվա փոթորիկի արդյունքները։ Ինձ այս սցենան ինչ-որ բան հիշեցրեց, իսկ ձեզ։ Իմ պստիկները ինձ տանն էին սպասում։ Հետս ծիրան բերեցի։ Սպիտակ օձը հեքիաթի հերոսների նման ես էլ չեմ սիրում դատարկ ձեռքերով տուն գալ։ Մեր վարդը օր-օրի ավելի է գեղեցկանում։ Տեսեք ինձ ով է հյուր եկել։ Երբ որ բռնեցի, հանգստացավ ու նույնիսկ փորձ չէր անում փախչել։ Նույնիսկ անթարթ վրաս էր նայում։ Մի վախեցի, քեզ չեմ ուտի։ Չհասցրեցի ձեռքս բացել, արդեն թռավ։ Ծաղիկները ջրելուց տեսա, որ ջրամանի տակը ոնց որ տիղմ է նստել։ Իսկ ինչպես կարող եմ մաքրել այս ջրամանը։ Լցնում ենք մեջը ցանկացած հատիկ եղեն, որը տանել չեք կարողանում, բայց բոլորը դառնում են։ Իմ դեպքում հնդկածավալն է։ Գրեչկան։ Մեջը մի քիչ ջուր ենք ավելացնում, փակում ենք ու սկսում ենք թափահարել։ Водка с мартини, взболтать, но не смешивать. Принести водку с мартини. Взболтать, не смешивать. Կներես փոնդ, բայց այլ տարբերակով չեմ կարող այս շիշը մաքրել։ Տեսնում եք ինչքան կեղտոտ է ջուրը։ Մաքուր, փայլուն, ճռճռան, շիշ տարավ։ Հիմա կարող եմ ջրել ծաղիկները։ Մոռացա ցույց տալ, թե ինչ գիրք եմ վերցրել։ Հայ ժողովրդական հեքիաթներ։ Ազգագրական ժողովածուն 3-րդ հատորն է Այրարատի շրջանի հեքիաթներով։ Հիմնականում հատորների մեջ հեքիաթները նույնն են, ուղղակի մի քիչ փոփոխություններ կան, տարբերություններ կան շրջանից շրջան։ Ինչի համար եմ կարդում հեքիաթներ։ Հիմա կասեք եկա մարտես, դեռ մինչև հիմա հեքիաթներ ես կարդում։ Եթե ուզում եք ինքնությունը, հայկական ինքնությունը վերականգնեք, պարզեք, դուք ձեր մեջ հաստատեք, վերահաստատեք, իմ կարծիքով հեքիաթներից լավ ոչ մի բանը չի օգնի։ Նույնիսկ պատմավեպերը կրում են ոչ միայն իրենց ժամանակի հետ կա, այլ նաև հենց գրողի անձնական կարծիքն ու մտածմունքները։ Եվ չեն կարող անցյալի մասին լիակատար տեղեկություններ տալ։
գիրքը այնքան ժամանակ չէին բացել, որ մեկը ինչ որ անալիզ է մոռացել մեջը, տեսեք որ թվի անալիզ է։ Մի խոսքով, հենց այդ տարբերություններն են, որ թույլ են տալիս կարծիք կազմել մարդկանց գաղափարների մասին։ Ասում եմ, չէ, բոլոր ջինսերի հիվանդությունն է ոտքերի արանքում պատրվելը։ Սա արդեն մի քանի անգամ լվացված հարտուկած ջինս է։ Երեկոյան հարտուկ եմ անում։ Օրվա վերջում փակում եմ թութակների վրա։ Դե ինչ, ձեզ էլ բարի գիշեր։